Իմ հայտարարագրի մեջ իմ գծանկարների ժողովածուն է գրած, ահագին մարդ հարցնում է, թե ինչ գծանկարներ են, ինչի են այդքան թանկ։ Դուք որ կնկարեք, ուրիշ քին կարող եք դնել, ուզում եմ ցույց տալ մի քանի բան։ Ժուրնալիստների ասպարեզում եղած մարդիկ տեսել են այս նկարները, բայց արժե որ ովքեր չեն տեսել, տեսնեն։ Սրանք իմ գծանկարներն են, որոնք արվել են լուսանկարներից, կան նկարներ, որոնք արվել են դեպքի վայրում, նատուրայից, ինչպես ասում են։ Ինչի լուսանկարից, որովհետև այս գործերի վրա ես տանջվել եմ երևի թե մի 50-60 ժամ յուրաքանչյուրը, էլի տեղում կանգնել նկարել ոչ մի դեպքում հնարավոր չէր։ Եկեք ցույց տամ։ Եկեք ցույց տամ, սա 16 թվականի գործ է, ուրեմն Կատալոնիայում Խիրոնա քաղաքն է, Խիրոնա են ասում իրենք, մթնշաղ է։ Այս տեսակ մանրակրկիտ գործ եմ արել։ Հա, այս լավ էլ նրվերը հանգստացնող զբաղմունք է, հավես ունեք, զբաղվեք։ Սա Ամստերդամն է։ Խնդրում եմ մոտիկից ցույց տաք, մարդիկ տեսնեն, թե ինչի մասին է խոսքը, գծանկարների ժողովածու, տեսեք ստեղ, հա, այս ինչ է, ֆիեստա է, հա, երևի։ Հա։ Ստեղ կարեջուր խմողներն են, եւ այլն։ Կարմիր լապտերներից ոչ հեռու է, չխառնվեք իրար։ Այս Ստոկհոլմն է, այս էլ երևի 16-17 թվի նկար է, այս մեկը Ժնևն է, ահագին մեծ տանջանք է, բայց հաճելի տանջանք է, էլի մարդը հանգստանում է, նյարդերը հանգստացնում է, այս հաջորդը Վարշավան է, այս նկարները շատ էին ճիշտ ասած, ներն ընկած ժամանակ ծախել եմ մի քանի հատ, մի ափսոսում եմ, որ ծախել եմ, բայց թե պետք էր գործի համար, հա, այս մեկը Թիֆլիսն է, իմ շատ սիրելի քաղաքներից մեկը, կարելի ասել, որ կիսով չափ ես այն կողմերից եմ, էլի, հա, պատմությունը շատ երկար է, գրքից մեջ գրած է, սա էլ է Խիրոնան, երևի թե իմ լավագույն գործերից մեկն է, էլի մթնշաղ է, այն նկարի հետ տարբերությունը երևի 15 րոպե է, լապտերները նոր վառել եմ, բայց դեռ մութ չէ, էլի, այստեղ որ մոտենաց գերեվա, էլի, հա, ինչ չարչարանք է, էլի ինքը։ Մյուսները կուզեմ ցույց տալ, գրքիս համար մի ամբողջ շարք եմ արել, սա օրինակ, Զամբոյի առաջին էջին է, գրքից ովքեր տեղյակ ունեն, գիտեմ, որ այս նկարը առաջին էջին է զետեղված, ահա ստեղ է, այս գրքի նկարազարդումներն էլ են իմը, սա այս նկարն է, սա։ Այս գրքի մեջ ծովային շարք կա, ծովային շարքից սրանք կուզեմ տեսնեք, սրանք բաներ են, փափախ գործեր են, այսպես ասած, ինչ է նշանակում փափախ գործ, կոնֆերանսների, քննարկումների ժամանակ մեզ բլոկնոտներ են տալիս ժողովուրդ, սա բլոկնոտների հետևի կողն է, հա, ստեղ սիրահարներ կան հմայվող էլի, հա, ուրեմն այդ բլոկնոտների հետևի կողի վրա, որպեսզի չծանծրանամ, նկարել եմ այս նկարները, ստեղ, տեսեք, բաները ինչ է, թռնող ծգներ, ինձ հաճախ հարցնում են, այս ինչ եք օգտագործում, պարոն Պարսեղյան, որ վերևը ծգներն են, ներքևը թռչունները եւ այլն, հա, այս այդ շարքից է, ծովային շարքն է, սրանք, օրինակ այս մեկը նատուրայից է նկարած, Սկոտլանդն է, Շվեդիա, այս մեկը իմ հայտնի ճանճն է, մի երկու բան էլ ցույց տամ, հետո ամենա սիրելի գործերիցս ցույց տամ, սա Տալինում է, էլի, տեղում եմ նկարել, երևի մի տարի առաջ, հա, Տալինի կենտրոնական հրապարակն է, այս տեսակ գործերը տեղում նկարելիս մի ժամ ու կես, այս մեկելները ավելի բարդ են, Սվետի Ստեֆան, Մոնտենեգրո, ծովափին, հա, և այս երկու ինձ թվում է ամենալավ գործերից են,
Էլի ծովի թեման է այստեղ, գրքի մեջ պատմվածքներ կան այդ մասին։ Եվ այս մեկը։ Այս մեկի վերնագիրը բավականին ծանր է, ես էլ երևի չեմ հիշի։ Սպիտակ մակույքի երազանքները 3 մոգերի աչալուրջ հսկողության ներքո։ Սա իմ նկարների, գծանկարների մի մասն է, մյուս մասը այնտեղ հեռու տեղերում եմ պահած, ահա իմ հայտարարագրի մեջ եղած գծանկարների հավաքածուն սա է։ Ինպես որ բանը դուրը բաց է, երբ մարդիկ կամենում գալիս տեսնում գնում են, ովքեր ստեղ եղել են, գիտեն եւ իրենց համար նորություն չկա, ցավոք վերջին ժամանակները ժամանակ չեմ ունենում շատ նկարելու եւ ուզում եմ ասել, որ մարդը ինքնանույնական է, դա ինչ է նշանակում։ Մարդը ինչպես աշխատում է, այնպես նկարում է, ինչպես նկարում է, այնպես աշխատում է, այնպես հաց է ուտում եւ այլն, ամբողջ կյանքում ինքը միշտ նույնն է, բացառությամբ դերասանների եւ որոշ քաղաքական գործիչների։ Այս ամբողջը տանելով շուռ տալով ընտրապայքարի եւ քարոզարշավի վրա պիտի պնդեմ հետեւյալը. այս մանրակրկիտությունը ինչ տեսնում եք, վերաբերելի է լինելու նաեւ քաղաքի կառավարմանը։ Լավ մնացեք։